Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, Կոնտակտում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Սիրելիներս, այժմ ցանկանում եմ ձեզ համար կատարել կանխատեսում 2025 թվականի մայիս ամսվա համար, կանխատեսում կենդանակերպի յուրաքանչյուր նշանների համար։ Գիտեք ինչ, շատ իմ աշխատանքը ծանրաբեռնված է, դրա պատճառով կանխատեսումները սկիզալուսնի, լիալուսնի, նորալուսնի ժամանակահատվածում, խավարման ժամանակահատվածում առայժմ որոշակի ձևով կճացրել եմ, որովհետև շատ ծանրաբեռնված է, բայց ամսվա կանխատեսումները կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար ես դեռ առայժմս կատարում եմ։ Գիտեմ, որ մի ամիս հետո ավելի ծանրաբեռնվածությունը մի քիչ կկճանա եւ ես ձեզ ավելի մեծ էներգիա, ավելի մեծ ժամանակ ձեզ կտրամադրեմ իմ սիրելի լսողներ, իմ սիրելի հետևորդներ։ Ուղղակի շատ է ժամանակս դրա համար, շատ բաներ, որ ցանկանում եմ անել, առայժմս չեմ կարողանում, շատ է իմ աշխատանքային ժամը, շատ է ծանրաբեռնված։ Այժմ կատարում եմ կանխատեսում 2025 թվականի մայիս ամսին խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց համար։ Տեսնենք ինչ է սպասում մայիս ամսին մեր սիրելի խոյերի անձնական ոլորտում։ Սիրելի խոյեր, 2025 թվականի մայիս ամիսը ձեր անձնական ոլորտում որոշակի խնդիրներ և պրոբլեմներ կարող է լինի, որոշակի դժվարություններ կարող է լինի։ Ճիշտ է, պրոբլեմներ, դժվարություններ կլինեն, սիրելի խոյեր, բայց դուք ձեր նրբանագատությամբ, ձեր աշխատասիրությամբ, ձեր խոյեմությամբ կկարողանաք այդ խնդիրները մեղմացնել, կկարողանաք այդ պրոբլեմները գտնելու ավելի լավ և հնարավոր տարբերակներ գտնել։ Ինչպիսի իրավիճակ է 2025 թվականի մայիս ամսին մեր սիրելի խոյերի ֆինանսական ոլորտում։ Սիրելի խոյեր, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս, որ մայիս ամիսը որոշակի ձևով լինելու է դանդաղ ընթացք, դանդաղ գործընթացք, ոչ թե մեծ արագ ֆինանսական կորզակներ, ֆինանսական հնարավորություններ, ընդհակառակը ցույց է տալիս, որ մայիս ամիսը որոշակի կանգ առնելու, մտածելու, ամեն ինչը իմի բերելու, ճիշտն ու սխալը հասկանալու ժամանակահատված է լինելու ձեզ համար, սիրելի խոյեր։ Դուք այդ ընթացքում հնարավոր է այն ինչ որ ձեր ֆինանսականի համար կարևոր է, ձեր էներգիան, ձեր մտքերը ավելի շատ ուղղորդեք կարևոր ուղղության վրա, իսկ այն ինչ որ ընդհակառակը արդեն հասկանում եք, որ դա ձերը չի, դրա վրա չարժե ձեր էներգիան, ձեր ֆինանսները ծախսել, հնարավոր է, որ նման գործարքներից, նման աշխատանքային ոլորտներից դուք հրաժարվեք։ Գիտեք ինչ, սիրելի խոյեր, ցույց է տալիս, որ մայիս ամիսը ձեր մոտ և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում որոշակի դատարի ժամանակահատված է լինելու, ոչ թե տարօրինակ դատար, որ ավարտ է լինելու, ոչ,
դատար, որ դուք կարողանաք մտածեք, որ կարողանաք ավելի ճիշտ որոշումներ կայացնել, ավելի լավ որոշումներ կադրացնել, ոնց որ նախապատրաստական ժամանակահատված, որ կարողանաք լավ թռիչք կատարել։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամսին։ Սիրելի խոյեր, ձեր առողջական ոլորտում ցույց է տալիս, որ խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, ըստ ցույց է տալիս, կարող է ինչ-որ պրոցեդուրաներ լինի, թեթևակի ձեր իմիջը փոխելու համար, հնարավոր է դուք ինչ-որ մասաժի գնաք, ինչ-որ սալոններ գնաք, որտեղ ինչ-որ ձևով ձեր առողջական վիճակը ավելի լավացնեք, բայց վտանգավոր իրավիճակ ձեր առողջական ոլորտին 2025 թվականի մայիս ամսին չի սպասվում։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի խոյեր, 2025 թվականի մայիս ամսին։ Գիտեք ինչ, կկատարվի, բայց ոչ մեծ երազանքները, հատկապես ցույց է տալիս, որ ձեր երազանքը ձեր անձնական ոլորտի հետ կապված, ձեր ովքեր որ հատկապես ամուսնացած չեն, այդ խոյերի մոտ հնարավոր է ձեր անձնական ոլորտի հետ կապված ինչ երազանքն եւ նպատակ ունեք, դա կատարվի։ Նաեւ սիրելի խոյեր ցույց է տալիս, որ այն խոյերը, ովքեր որ ամուսնացած են, ընտանիք ունեն, մեծ հասուն երեխաներ ունեն, հնարավոր է ձեր երեխաների մոտ լինի ամուսնություն, լինի երեխայի ծնունդ եւ նման ձևով ձեր երազանքները կատարվի։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիս ամսին ցույց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի ցույցերի անձնական ոլորտում 2025 թվականի մայիս ամսին։ Սիրելի ցույցեր, ուշադիր եղեք, ձեր անձնական ոլորտում հնարավոր է խնդիրներ, հնարավոր է բաժանություն, նույնիսկ այն ցույցերը, ովքեր որ ամուսնացած են, հնարավոր է այնպիսի իրավիճակ լինի, որ ձեր անձնական ոլորտում ամբողջովին հարաբերությունների վեճ լինի, վեճաբան լինի։ Բացի դրանից, սիրելի ցույցեր, հնարավոր է ձեր վրա ինչ-որ նեգատիվ կա, ինչ-որ թուղթուգիր անեսք կա, որը կազդի ձեր անձնական ոլորտի վրա եւ ձեր անձնականը կկանգնեցնի ամբողջովին դատարի ավարտի վրա։ Սիրելի ցույցեր, երբ որ զգացիք, որ ձեր անձնական ոլորտում խնդիրներ են առաջանում, որ դուք չեք կարողանում այդ խնդիրների տակից դուրս գալ, ցույց է տալիս, որ այդ խնդիրները ձեր 100% հնարավոր է նեգատիվի արդյունք լինի։ Անպայման դուք այդ նեգատիվից որ մաքրվեք, ձեր անձնական ոլորտը, հատկապես ամուսնացած ցույցերին է վերաբերվում, ձեր անձնական ոլորտը չի կանգնի ամբողջովին ավերակների առաջ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցույցերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի ցույցեր, 100% ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա նեգատիվ եւ դուք ընդ մայիս ամիսը ձեր վրա ավելի ուժեղ եք զգալու, ֆինանսական խնդիրներ, ֆինանսական պրոբլեմներ, ֆինանսական բարդություններ, գիտեք ինչ, նույնիսկ հնարավոր է ձեր բիզնեսի կորցուները մեծ ինչ-որ ֆինանսներ եք ներդրել եւ հնարավոր է դուք ձեր բիզնեսի հնարավորությունների կորուստ։ Սիրելի ցույցեր, ձեր վրա կա նեգատիվ, որը մայիս ամսին ավելի է կատաղելու, ավելի այդ ցունամին ավելի սարսափելի է լինելու, ավելի ցավոտ է լինելու։ Այն ցույցերը, ովքեր որ հիմա ստաց ինձ հետևում են, սիրելի ցույցեր, դուք դա տեսնում եք, դուք դա հասկում եք, ձեր վրա կա նեգատիվ, որը մայիս ամսին ավելի է ակտիվանալու եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր ֆինանսական ոլորտում խնդիրներ եւ պրոբլեմներ է բերելու։ Ինչպիսի իրավիճակ է լինելու մեր սիրելի ցույցերի
առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի ցուլեր, ձեր վրա կա թուղթուկից, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա նեգատիվ, որը մայիս ամիսը ձեր վրա բերելու է շատ մեծ դժվարություններ եւ խնդիրներ։ Դուք կզգաք ձեր վրա, դուք կզգաք դա ձեր վրա, անպայման դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ նոր ձեր կյանքի մեջ նոր ուղիներ, նոր հնարավորություններ կմտնի։ Սիրելի ցուլեր, դուք դա ձեր վրա կզգաք մայիս ամսին։ Երբ որ նման նեգատիվ է լինում, մարդիկ իրենց երազանքները, նպատակներն չեն կարողանում հասնել։ Մեր սիրելի ցուլերի մոտ ցույց է տալիս, որ մայիս ամիսը լինելու է խնդիրների, խնդիրների, դժվարությունների ժամանակահատված։ Զգացիք ձեր վրա նեգատիվի առկայությունը, անպայման մաքրվեք սիրելի ցուլեր։ Տեսնենք ինչ է սպասվում 2025 թվականի մայիս ամսի եկվորյակ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի եկվորյակների անձնական ոլորտում։ Սիրելի եկվորյակներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս ֆլիրտ։ Գիտեք ինչ, սիրային հանդիպումներ, սիրային հարաբերություն, բայց այդ հարաբերությունները կարճատև են լինելու, որովհետև ցույց է տալիս, որ հարաբերությունը կլինի, կհանդիպեք այդ մարդուն, կտեսնեք, բայց ինչ-ինչ ձևով այդ անձնավորությունները ձեր տուրը չի կա։ Սա եւ տղամարդկանց է վերաբերվում եւ կանանց է վերաբերվում։ Սիրելի եկվորյակներ, այն եկվորյակները, ովքեր որ ամուսնացած են, իրենց հնարավոր է ձեր անձնական կյանքի մեջ որոշակի խնդիրներ մտնի, որոշակի դժվարություններ մտնի, բայց դուք կկարողանաք այդ դժվարությունը եւ այդ խնդիրները ձեր խելքի, ձեր իմաստության շնորհիվ կկարողանաք ինչ-ինչ ձևով հաղթահարել այդ խնդիրներից դուրս գալ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի եկվորյակների ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը, սիրելի եկվորյակներ, մայիս ամիսը ձեզ համար ֆինանսական դժվարություն է լինելու, հնարավոր է աշխատանքի կորուստ, հնարավոր է պաշտոնի կորուստ, հնարավոր է բիզնես հետ կապված խնդիրներ եւ պրոբլեմներ։ Սիրելի եկվորյակներ, ուշադիր եղեք, այնպիսի գործարքներ, որը դուք զգում եք, որ այդ գործարքները ճիշտ չեն, նման գործարքներ եւ գործողություններ չկատարեք, որովհետեւ հնարավոր է նման ֆինանսական գործարքները եւ գործողությունները ձեր ֆինանսական ոլորտին մեծ հարված բերի, հնարավոր է ֆինանսների կորուստ լինի։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր եկվորյակների առողջական ոլորտում։ Սիրելի եկվորյակներ, 2025 թվականի մայիս ամիսը ձեր մոտ ցույց է տալիս, որ կա թեթևակի առողջական խնդիրներ, հնարավոր է բուժման պրոցեդուրաներ, բայց այդ առողջական խնդիրները այդքան էլ վտանգավոր չեն, դուք նույնիսկ կարող եք տունը տեղահաբեր ընդունելով այդ առողջական խնդիրների դեմը առնել։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի եկվորյակներ, 2025 թվականի մայիս ամսին, սիրելի եկվորյակներ, մեծ երազանքներ չկա, այստեղ ցույց է տալիս, որ դուք շատ մեծ ուղենշան եք դրել, մեծ երազանքներ, մեծ բարձունքների հասնել, բայց մայիս ամիսը դուք չեք կարողանա այդ երազանքների, նպատակներին հասնել։ Ցույց է տալիս որոշակի դատար, ցույց է տալիս, որ նաև հնարավոր է լինի որոշակի հիասթափություն, ձեր եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում որոշակի հիասթափություն, մեծ երազանքներին, նպատակներին մայիս ամիսը, որ դուք նշադրել եք, դրանք չեն ստացվի։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է 2025 թվականի մայիս ամսին
խեցկերին համաստեղության տակ ծնված մարդկանց անձնական ոլորտում։ Սիրելի խեցկերիներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություններ կա, հնարավորություններ կա։ Եթե նույնիսկ խնդիրներ ու խնդիրներ կա, սիրելի խեցկերիներ, դուք կարողանալու եք այդ խնդիրներից, խնդիրներից խելացի ձևով դուրս գալ առանց մեծ կորուստների։ Այն խեցկերիները, ովքեր որ ամուսնացած չեն, հնարավոր է ձեր կյանքի մեջ մտնի այնպիսի անձնավորություն, որի հետ հետագայում դուք համատեղ կյանք կունենաք կամ հնարավորություն կունենաք ձեր անձնական հարաբերությունները կարգավորել, լինի ամուսնություն, ամուսնության առաջարկություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեցկերիների ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը, սիրելի խեցկերիներ, ձեր ֆինանսական ոլորտում մեծ տրանսֆորմացիա է լինելու։ Գիտեք ինչ, տրանսֆորմացիա ոչ թե դեպի վատը, այլ ընդհակառակը դեպի լավը։ Եթե աշխատանք չկա, լինելու է աշխատանքի առաջարկություն։ Եթե գումար չկա, հնարավորություն է լինելու գումարի հետ ինչ-որ խնդիրներից, խնդիրներից ազատվել։ Եթե ֆինանսական դռների հետ խնդիրներ կա, հնարավորություն է լինելու այդ խնդիրներից, այդ խնդիրներից խուսափել։ Գիտեք ինչ, սիրելի խեցկերիներ, ցույց է տալիս, որ այդ տրանսֆորմացիան ձեզ դեմ մեծ հնարավորություններ է բացելու, մեծ հնարավորություններ, ոնց որ ձեր դեմը մեծ հնարավորություններ բացվի, փաստաթղթեր ստանաք, հնարավորություն ունենաք աշխատելու, ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու, նույնիսկ այնպիսի աշխատանք, որը դուք չեք սպասում, որ հնարավոր է, բայց այս 2025 թվականի մայիս ամիսը, սիրելի խեցկերիներ, ձեզ համար հնարավոր է նման ձեռքբերումների, նման հնարավորությունների ամիս լինի։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեցկերիների առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի խեցկերիներ, ձեր առողջական ոլորտում ոչ մի խնդիր, ոչ մի խնդրեմ չկա։ Եթե նույնիսկ կան առողջական խնդիրներ, ցույց է տալիս, որ մայիս ամիսը դուք այդ առողջական խնդիրներից կկարողանաք ձերբազատվել, հնարավոր է լավացում, առողջացում, հնարավոր է նույնիսկ ինչ-որ վիրահատական միջամտություն, բայց այդ վիրահատական միջամտությունը լինելու է շատ հեշտ եւ ոչ մի խնդիր եւ ոչ մի բարդություն չի բերելու։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի խեցկերիներ, 2025 թվականի մայիս ամսին։ Այո, սիրելի խեցկերիներ, ձեր երազանքները կկատարվեն։ Հատկապես այն խեցկերիները, ովքեր որ երկար սպասում էին, հարաբերությունների մեջ են եւ սպասում են, որ պետք է լինի ամուսնություն, ամուսնության առաջարկություն, սիրելի խեցկերիներ, դա լինելու է։ Իսկ այն խեցկերիներ, ովքեր որ ամուսնացած են, հնարավոր է ձեր տան մեջ երեխայի ծնունդ, հնարավոր է երեխայի ամուսնություն, հնարավոր է թորնիկի ծնունդ, հնարավոր է մեծ ձեռքբերումներ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիս ամսի կույս համաստեղության տակ, 2025 թվականի մայիս ամսի այլուց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի այրուսների առողջական ոլորտումը։ Տեսնենք ինչ է սպասվում տիեզերքը մեր սիրելի այրուսների անձնական ոլորտում, ինչ է սպասվում մեր սիրելի այրուսների անձնական ոլորտում մայիս ամսին։ Սիրելի այրուսներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հնարավորություններ, ցույց է տալիս նոր հորիզոններ, ցույց է տալիս նոր մարդիկ, նոր համագործակցություն, ձեր անձնական ոլորտում, սիրելի այրուսներ, ցույց է տալիս
հաջողություն, հնարավորություններ, Աստված ցույց է տալիս, որ նաև այսպիսի իրավիճակ, սիրելի այրուզներ, կան խնդիրներ, կան պրոբլեմներ, բայց դուք այդ խնդիրները, պրոբլեմները լուծելու համար պետք է միայն հիմնվեք ձեր սեփական ուժին, լսեք ձեր ներքին ձայնին, բացի ձեզանից ոչ մեկին չլսեք ու ձեր գործողությունները ձեր անձնական ոլորտում միայն ինքներդ դուք ղեկավարեք, նման ձևով խնդիրներ, պրոբլեմներ ձեր անձնական ոլորտում չեն լինի։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուզների ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիս ամսին։ Սիրելի այրուզներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն եւ անակնկալ հաջողություն։ Հնարավոր է նոր աշխատանք, հնարավոր է նոր պաշտոն, հնարավոր է պաշտոնի բարձրացում, հնարավոր է ձեր սեփական աշխատանքը ունենալու հնարավորություն, հնարավոր է ժառանգություն ստանալ, հնարավոր է ինչ-որ դատական պրոցեսների մեջ եք, ֆինանսական գործերի հետ կապված եւ այդ դատական պրոցեսները լուծվի ի օգուտ ձեզ։ Սիրելի այրուզներ, 2025 թվականի մայիս ամիսը ձեր ֆինանսական ոլորտում լինելու է անակնկալ չսպասված մեծ հաջողություններ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուզներ առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի այրուզներ, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, եթե նույնիսկ դուք հիվանդանոցում եք, պարկած վիճակում եք, հնարավորություն կունենաք մայիս ամիսը ամբողջովին ապաքինվեք եւ այդ հիվանդանոցային հիմնարկության պատերից դուրս գաք։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի այրուզներ, 2025 թվականի մայիս ամիսը։ Այո, սիրելի այրուզներ, ձեր երազանքը, ձեր կյանքի բոլոր ոլորտների հետ կապված, անձնական, գործնական, ֆինանսական, ձեր երազանքները կկատարվեն։ Տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիս ամսին կույս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասում մեր սիրելի կույսերի անձնական ոլորտում։ Սիրելի կույսեր, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս առաջխաղացում, ցույց է տալիս երազանքների կատարում, ցույց է տալիս, որ այն կույսերը, ովքեր որ չեն կարողանում ընկերներ գտնել, չեն կարողանում իրենց անձնական կյանքը դասավորել, 2025 թվականի մայիս ամիսը դուք այդ հնարավորությունը կունենաք։ Իսկ այն կույսերը, ովքեր որ ամուսնացած են, կա ինչ-որ եթե նույնիսկ կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, ձեր անձնական հարաբերությունների մեջ, դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրներից ձերբազատվել, այդ խնդիրներից ազատվել։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի կույսեր, 2025 թվականի մայիս ամիսը ձեր ֆինանսական ոլորտում փոփոխություն է լինելու։ Ճիշտ է, մեծ փոփոխություններ չէ, մեծ ֆինանսական հոսքեր չէ, բայց ֆինանսական հոսքեր մտնելու է, որը հետագայում հնարավորություն ունի, որ ավելի շատանա, ավելի բազմապատկվի։ Հնարավոր է այն կույսերը, ովքեր որ աշխատանք չունեն, հնարավոր է աշխատանքի առաջարկություն լինի։ Գիտեք, ինձ սիրելի կույսեր, խորհուրդ եմ տալիս, հնարավոր է ֆինանսները որոշակի ձևով քիչ լինի, մի հիասթափվեք այդ աշխատանքից, որովհետև հետագայում այդ աշխատանքը ավելի աճելու եւ բարգավաճելու հնարավորություն կունենա։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի կույսեր,
հիվանդությունը քնած է, խնդիրներ ու պրոբլեմները քնած են, եթե նույնիսկ առողջական խնդիրներ ցույց է տալիս, որ տիեզերական աստվածային ձեռով այդ առողջական խնդիրները լուծվում են, վերանում են։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կույսեր, 2025 թվականի մայիս ամսին։ Ճիշտ է, դժվարություններ է ցույց տալիս, բայց դուք այդ դժվարություններով որոշակի նպատակներ կհասնեք։ Մեծ երազանքներ ցույց չի տալիս, բայց որոշակի ձեր նպատակասլաց լինելու ձեր աշխատասիրության պատճառով դուք որոշակի հնարավորությունների եւ որոշակի երազանքների կկարողանաք հասնել։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիս ամսին կշեռք համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի կշեռքների անձնական ոլորտում։ Սիրելի կշեռքներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս պրոբլեմներ, ցույց է տալիս խնդիրներ, բայց դուք կարողանալու եք ձեր խելացիությամբ, ձեր դիվանագիտության շնորհիվ, ձեր աշխատասիրության, ձեր նպատակասլաց լինելու շնորհիվ կկարողանաք այդ իրավիճակներից դուրս գալ, կկարողանաք այդ խնդիրները հաղթահարել։ Գիտեք, ինձ սիրելի կշեռքներ, նաև ցույց է տալիս, որ այն կշեռքները, ովքեր որ ամուսնացած են, ովքեր որ իրենց անձնական ոլորտում ունեն խնդիրներ, իրենք կկարողանան այդ խնդիրներից եւ պրոբլեմներից ձերբազատվել, այդ խնդիրներից եւ պրոբլեմներից դուրս գալ հաղթանակով։ Գիտեք, ինձ սիրելի կշեռքներ, մայիս ամիսը ձեզ համար ցույց է տալիս մի քիչ ակտիվ գործելու, ցկտումների հասնելու, նպատակների հասնելու ժամանակահատված է լինելու եւ դուք կարողանաք ձեր այդ նպատակներին հասնել ձեր նպատակասլացությամբ, ձեր խելքով, ձեր մտքով, ձեր իմաստությամբ։ Գիտեք, ինձ սիրելի կշեռքներ, տեսնենք ինչպիսի իրավիճակ է ձեր գործնական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Որոշակի խնդիրներ է ցույց տալիս ձեր գործնական ոլորտում, սիրելի կշեռքներ, որոշակի խնդիր է ցույց տալիս ձեր գործնական ոլորտում, ոնց որ սովորական դատար, բայց մի վախեցեք, սիրելի կշեռքներ, դատարը չի նշանակում ամբողջովին ավարտ, ցույց է տալիս սպասել, մտքերը իմի բերել, մտածել, որն է ամենակարևորը, ինչ գործունեությամբ զբաղվել, արժե այդ գործունեությամբ զբաղվել, թե ոչ։ Գիտեք ինչ, մայիս ամիսը, սիրելի կշեռներ, ձեզ համար մտքերը իմի բերելու, ամեն ինչը ճիշտ գնահատելու ժամանակահատված է լինելու եւ դուք ձեր ինտուիցիայի շնորհիվ կկարողանաք ճիշտ որոշում կայացնել։ Բացի դրանից, սիրելի կշեռներ, տիեզերքը ձեզ մեծ հնարավորություն է տալիս, նույնիսկ այդ քնած վիճակում, այդ դատարի վիճակում տիեզերքը ձեր դեմը մեծ անակնկալներ է բերելու, մեծ սուրպրիզներ է բերելու, դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, որ հնարավոր է դա լինի, բայց դուք մայիս ամիսը դա ձեր վրա տեսնելու եք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշեռքների առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի կշեռքներ, ձեր առողջական ոլորտում ոչ մի խնդիր չկա, ոչ մի պրոբլեմ չկա։ Նույնիսկ գիտեք ինչ, առողջացում է ցույց տալիս։ Հնարավոր է, որ դուք մայիս ամիսը լինեք առողջարանում, լինեք հանգստավայրում, որտեղ որ առողջարանային պրոցեդուրաներ ստանաք եւ ձեր առողջական վիճակը, ֆիզիոլոգիական վիճակը ավելի բարելավեք։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կշեռներ, 2025 թվականի մայիս ամսին։ Այո, ձեր երազանքը կկատարվի, հատկապես ձեր երազանքը ձեր անձնական ոլորտում։ Հնարավոր է ամուսնություն, հնարավոր է ամուսնության առաջարկություն, հնարավոր է երկար սպասված զույգերի միացում, հնարավոր է նաև երեխայի ծնունդ։ Տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիս ամիսը կարիճ համաստեղության տակ ծնված մարդկանց մոտ։
Տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի կարիճների ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիս ամսին։ Սիրելի կարիճներ, ձեր ֆինանսական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, հնարավորություններ, նոր ձեռքբերումներ, նույնիսկ հնարավոր է գիտեք ինչ, նոր աշխատանք, աշխատավարձի բարձրացում, պաշտոնի բարձրացում, հնարավոր է դուք ձեր սեփական գործունեությունը, ձեր սեփական բիզնեսով զբաղվելու հնարավորություն ունենաք։ Ցույց է տալիս, որ մայիս ամիսը մեր սիրելի կարիճների ֆինանսական ոլորտում լինելու է հաղթանակների եւ հաջողությունների հասնելու ժամանակահատված։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների անձնական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի կարիճներ, ձեր անձնական ոլորտում նույնպես հաջողություն է ցույց տալիս։ Հնարավոր է երկրից դուրս գաք, հնարավոր է ճանապարհորդեք, հնարավոր է ձեր սիրեցյալ մարդու հետ հանդիպում լինի, հեռավորության վրա եք եւ դուք իրար հետ հանդիպեք, հնարավոր է փաստաթղթեր ստանալ, երկրից տեղափոխվեք, երկար սպասված գիտեք ինչ, երկար սպասված փաստաթղթեր լինի, հնարավոր է տուն գնեք, հնարավոր է ավտոմեքենա ձեռք բերեք։ Սիրելի կարիճներ, ձեր կյանքի եւ անձնական եւ գործնական ոլորտում մայիս ամսին լինելու է հաջողություններ եւ հաղթանակներ։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամսին։ Սիրելի կարիճներ, առողջական ոլորտում կարող է որոշակի հոգնածություն լինի, գերհոգնածություն լինի, խորհուրդ եմ տալիս ձեր աշխատանքային ակտիվությունը համատեղեք նաև հանգստի հետ, որովհետև գերհոգնածություն է հնարավոր, գերհոգնածությունը հնարավոր է հետագայում նաև առողջական խնդիրներ բերի։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի կարիճներ, 2025 թվականի մայիս ամսին։ Այո, սիրելի կարիճներ, ձեր երազանքները 2025 թվականի մայիս ամսին կկատարվի։ Եվ ամուսնացած կարիճները, եւ չամուսնացած կարիճները հնարավոր է գիտեք ինչ, ձեր տան մեջ հաջողություն, ֆինանսական հոսքեր, անձնական երջանկություն, երեխայի ծնունդ, ամուսնության առաջարկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի կարիճներ, 2025 թվականի մայիս ամսին դրանք կատարվելու են։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիս ամսին, այդտեղ աղեղնավոր համաստեղության տակ ծնված մարդկանց մոտ։ Տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի աղեղնավորների անձնական ոլորտում։ Սիրելի աղեղնավորներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում։ Ինչ երազանք որ ունեք, սիրելի աղեղնավորներ, ձեր երազանքները կատարվում են։ Դուք ձեր անձնական ոլորտում միշտ լինելու եք աղտող։ Եթե նույնիսկ ամուսնացած մեր սիրելի աղեղնավորները, եթե նույնիսկ կան խնդիրներ, կա բաժանություն, կա պրոբլեմներ, կա տարաձայնություններ, այդ պրոբլեմները, այդ տարաձայնությունները հայտնվում են, հարթվում են սիրելի աղեղնավորներ, այն աղեղնավորները, ովքեր որ ամուսնացած չեն, սիրելի աղեղնավորներ, հնարավոր է ձեր կյանքի մեջ մտնի այնպիսի մարդ, որի հետ հետագայում դուք երկար տարիներ ապրելու եք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղեղնավորների ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիս ամսը։ Սիրելի աղեղնավորներ, ձեր ֆինանսական ոլորտում նույնպես հաջողություն է ցույց տալիս, ֆինանսների ձեռքբերում, աշխատանք, աշխատավարձի պաշտպանում, պաշտոնի բարձրացում, դուք հնարավորություն կունենաք ձեր սեփական խոբի, ձեր սեփական նախասիրությունը ձեզ համար դարձնել ֆինանսներ ստեղծելու հնարավորություն, մեծ բանկային գործարք է ցույց տալիս, հնարավոր է հիպոթեք վերցնեք, հնարավոր է մեծ ֆինանսական ժառանգություն ստանալ, սիրելի
սիրելի աղեղնավորներ, ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղեղնավորների առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի աղեղնավորներ, հնարավոր է երեխայի ծնունդ լինի, հնարավոր է ծննդաբերության հետ կապված ինչ-որ խնդիրներ, բայց ոչ վախենալու, ուղղակի ծննդաբերություն երեխա ունենալ, հնարավոր է երեխայի բեղմնավորում լինի, լսեք, որ դուք հղիացել եք կամ ձեր կինը, ձեր կողակիցը հղիացել է։ Գիտեք ինչ, սիրելի աղեղնավորներ, առողջական ոլորտում եթե կան խնդիրներ, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս, լուծվում է, առողջացվում է, ապակինում է։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի աղեղնավորներ, 2025 թվականի մայիս ամսին։ Այո, սիրելի աղեղնավորներ, ձեր երազանքները 2025 թվականի մայիս ամսին կկատարվի։ Աստծո աճը ձեր վրա է, տիեզերական ուժերը ձեր կողքին են, ձեր բոլոր երազանքները կկատարվեն։ Ինչ է սպասվում 2025 թվականի մայիս ամսին մեր սիրելի այծեղջյուրներին։ Տեսնենք ինչ է սպասվում այծեղջյուրների անձնական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի այծեղջյուրներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, սեր, միություն, ընտանիքը, ընտանիքի ձեռքբերում, ամուսնության առաջարկություն, պսակադրություն, երեխայի ծնունդ։ Գիտեք ինչ, դուք մայիս ամիսը անընդհատ հաղթանակային պոդիումի վրա է լինելու, անընդհատ լավ լուրեր, հաղթանակներ, հաջողություններ, ձեր էներգետիկան բազմապատկվելու է, ձեր էներգետիկան հազարապատկվելու է։ Գիտեք ինչ, սիրելի այծեղջյուրներ, դուք մեծ նպատակ ունեք եւ մայիս ամիսը ձեր նպատակը կատարվելու, ձեր նպատակը ձեր անձնական ոլորտում դա կատարվելու է։ Դուք այդ հաղթանակը տեսնելու եք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծեղջյուրների ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիս ամսին։ Սիրելի այծեղջյուրներ, եւ ձեր ֆինանսական ոլորտում, եւ ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Հնարավոր է այն այծեղջյուրները, ովքեր որ ամուսնացած չեն, լինի իրենց մեջ ամուսնություն, ովքեր որ գործընկերներ են, ովքեր աշխատում են մի հիմնարկության մեջ, մի բնակավարում, նաև հնարավոր է ամուսնություն այնպիսի մարդկանց մեջ, ում ծնողները իրենց սեփական բիզնեսը ունեն, եւ հենց այդ այծեղջյուրների մոտ ցույց է տալիս ամուսնություն, որ եւ իրենց սիրո էներգիան է միանում, նաև իրենց ֆինանսական էներգիան է միանում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծեղջյուրների առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Հաջողություն, առողջացում, լավացում, եթե նույնիսկ վախեր կա, խնդիրներ կա, դուք կգնաք հիվանդանոց եւ այդ խնդիրներն ու վախերը, այդ խնդիրները ամբողջովին կհերկվեն։ Կկատարվի ձեր երազանքը, սիրելի աղեղնավոր այծեղջյուրներ, 2025 թվականի մայիս ամսին։ Այո, սիրելի այծեղջյուրներ, 2025 թվականի մայիս ամիսը ձեր երազանքները, նպատակները եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում դրանք կկատարվեն։ Ինչպիսի իրավիճակ է 2025 թվականի մայիս ամիսը ջրոց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասում մեր սիրելի ջրոցների անձնական ոլորտում։ Սիրելի ջրոցներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, սեր, երազանքների, նպատակների կատարում, ամուսնության առաջարկություն, պսակադրություն, ամուսնություն, համատեղ ապրելու հնարավորություն, հնարավոր է երեխայի ծնունդ։ Գիտեք ինչ, սիրելի այծեղջյուրներ, հնարավոր է, եթե նույնիսկ կան խնդիրներ ձեր անձնական կյանքի մեջ, այդ խնդիրները վերանում են, այդ խնդիրները չկանում են, այդ խնդիրները ձեր կյանքից սկսում են
բացակայել։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրհոսների ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի ջրհոսներ, ձեր ֆինանսական ոլորտում հաջողություն է, հաղթանակներ է, նոր ձեռքբերումներ է, նոր աշխատանք, նոր պաշտոն, հատկապես այն ջրհոսները, ովքեր որ աշխատում են սիստեմայի մեջ, հնարավոր է քրեական, ոստիկանական, ովքեր որ աշխատում են համակարգի մեջ, ձեր մոտ հնարավոր է պաշտոնի բարձրացում, սիրելի ջրհոսներ, պաշտոնի բարձրացում, աշխատավարձի բարձրացում, նաև սիրելի ջրհոսներ, հնարավոր է ձեր սեփական իդեաները, ձեր սեփական մտքերը լինեն մարդիկ, ովքեր որ հովանավոր են եւ դուք ձեր սեփական ծրագրերից կարողանաք մեծ ֆինանսական հոսքեր եւ դիվիդենդներ ստանալ։ Ինչպիսի իրավիճակ է մեր ջրհոսների առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի ջրհոսներ, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, եթե նույնիսկ կան խնդիրներ, դուք լավանում եք, դուք առողջանում եք, դուք բուժման պրոցեդուրաներից դուրս եք գալիս, բուժ հիմնարկներից դուրս եք գալիս առողջացած։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի ջրհոսներ, 2025 թվականի մայիս ամսին։ Այո, սիրելի ջրհոսներ, ձեր երազանքը բոլոր ոլորտներում, անձնական, գործնական, առողջական կկատարվի, մեծ հաջողություն է մտնում ձեր կյանքի մեջ, սիրելի ջրհոսներ։ Տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիս ամիսը ծնկներ համաստեղության տակ ծնված մարդկանց մոտ։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների անձնական ոլորտում։ Սիրելի ծնկներ, ինչ երազանքներ, նպատակներ ունեք ձեր անձնական ոլորտում կատարվում է։ Նախախնամության ձեռքը ձեր վրա է, նախախնամությունը ձեզ ուղղորդում է։ Եթե խնդիրներ կա, սիրելի ծնկներ, այդ խնդիրները լուծվում են, այդ խնդիրները վերանում են։ Մեր սիրելի ծնկների անձնական ոլորտում հաջողություն է, հաղթանակներ է։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Ֆինանսական ոլորտում նույնպես հաջողություն է, հաղթանակներ է, նոր ձեռքբերում, հնարավոր է նոր բիզնես, նոր գործունեություն, նոր աշխատանք, նոր տուն, նոր գիտեք ինչ, սիրելի ծնկներ, ձեր կյանքի եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում ցույց է տալիս, որ մայիս ամիսը յուրահատուկ հաջողություններով լցված ժամանակահատված է լինելու։ Հաջողություններ, հաջողություններ, հաջողություններ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի ծնկներ, ձեր առողջական ոլորտում չկա խնդիր, չկա պրոբլեմ, եթե նույնիսկ կա խնդիր եւ պրոբլեմ, այդ խնդիրից ու պրոբլեմից դուք ձերբազատվում եք, ազատվում եք։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի ծնկներ 2025 թվականի մայիս ամսին։ Այո, սիրելի ծնկներ, ձեր երազանքները անձնական ոլորտում, գործնական ոլորտում, բոլոր ոլորտներում կատարվելու են մեծ երազանքները։ Գիտեք ինչ, ճակատագրի անիվը ձեր հետ է, ճակատագրը ֆորտունան ձեր հետ է, հաջողության անիվը ձեզ համար է պտտվում։ Ահա ինչ է սպասում 2025 թվականի մայիս ամսին կենտրոնակերպի յուրաքանչյուր նշանի տակ ծնված մարդկանց։ Իմ այսօր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Odnoklassnik-ում, Contact-ում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այս կանը սիրելիներս, հաջողություն, ստեցություն։